Պարոն Դրմյան, աշխատանքային ինչ հարաբերություններ եք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ 5 տարի աշխատելով այնտեղ եւ նաեւ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ դուք ընդդիմության ներկայացուցիչն եք եղել կառավարությունում եւ հենց հերացին դուք դարձաք ընդդիմության ներկայացուցիչներից պատգամավորի թեկնածու, սրա վերաբերյալ ինչ կա։ Հենց ձեր ասած վերջին միտքը այս հայցի առարկայի մաս է կազմում, այսինքն պետք է քննարկվի այդ փաստը, որ հնչեցվեց իրականությունը դա համապատասխանում է թե ոչ, իհարկե չի համապատասխանում։ Ես իմ պաշտոնական գործունեության, լինի դա կառավարություն, լինի դա դատական համակարգ, արտերկրում այն աշխատելու տարիներին միշտ գործել եմ պաշտոնական դիրքը եւ դրա պատասխանատվությունը քաջ գիտակցելով Հայաստանի Հանրապետությունում առավել եւս գործել եմ հաշվի առնելով միայն մեկ սուբյեկտի շահ, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Իսկ հարաբերությունները եղել են զուտ պաշտոնական։ Բացառապես պաշտոնական։ Պարոն Դրմյան, քանի որ այդ ընթացքում մեր երկրի համար կարևորագույն իրադարձություններ են տեղի ունեցել այդ եւ Արցախի անկումը, դուք այդ ժամանակահատվածում հաշտ եք տեղի ունեցողի հետ։ Գիտեք, բնականաբար հաշտ չէի, որպես անձ, որպես Հայաստանի քաղաքացի, եւ դրանից ելնելով նաեւ իմ մասնագիտական գործունեությունը ինձ թվում է հանրությանը հայտնի է եղել եւ տեսանելի է եղել գրասենյակի գործունեությունը, թե ինչ հսկայածավալ աշխատանք է տարել գրասենյակը, որքան հայցեր, որքան անձանց իրավունքների վերաբերյալ, ինչքան միջանկյալ միջոցներ, գերիների, ռազմագերիների եւ պահող քաղաքացիական անձանց վերաբերյալ ինչպիսի ծավալուն գործունեություններ տարվում եւ հաճախ երբեմն հենց միայն այդ գրասենյակի միջոցով էր հնարավոր լինում ապահովել Բաքվում պահվող մեր գերիների վերաբերյալ որևէ տեղեկատվության ստացում։ Պարոն Դրմյան, Փաշինյանի հայտարարություններից հետո դատախազությունը process մեկնարկեց, ինչ է արվել դրա համատեքստում տեղյակ եք կարգավիճակն այն հայտարարությունը, որը մամուլով է տարածվել, այս պահին ես էլ այդքանից եմ տեղյակ, որևէ այլ գործողություն, որևէ process-ի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ, որևէ այս պահին դատավարական գործողություն չի արվել, ես տեղյակ չեմ ամենայն դեպքում։ Որ խորհրդարան չանցավ ձեր ուժը, ձեր հաջորդ քաղաքական քայլը որն է լինելու, ինչով եք զբաղվելու այս ընթացքում։ Գիտեք, մենք դեռ հարաբերական այսպես կարծես пассивություն է քաղաքական դաշտում, բայց մենք пассив չենք մնում եւ ներկուսակցական քննարկումներ ենք ունենում հետագա քայլերի մասով, ինձ թվում է, երբ որ դրանք շուտով բյուրեղանան նաեւ այդ մասին հայտարարությամբ հանդես կգանք, ասեցի, որ ունենք ընթացիկ մեկ դատական process վերաքննիչ վարչական դատարանում կապված կենտրոնական դրական հանձնաժողովի որոշման վիճարկման հետ։ Դուք գիտեք, որ վարչական դատանը վարույթ չէր ընդունել հայցը, սահմանադրական դատանը եւս չընդունեց այդ հայցը եւ մենք հիմա բողոքարկում ենք վարչական դատանը, միգուցե դա նաեւ իր շարունակությունը ունենա մարդու իրավունքների եվրոպական դատանում այդ գործի քննությունը։ Փաշինյանը նաեւ ձեզ մեղադրեց ինֆորմացիայի արտահոսքի համար քաղաքական լրատվական դաշտ, ինչի մասին է խոսքը։ Դուք հիշում եք մեկ դեպք արբիտրաժի այդ վարույթի, այդ քննարկված վարույթի ընթացքում, երբ ես հանդես գամ որևէ լրատվականի, որևէ պարզաբանում տալով, ձեր ասած փաստը հայցի հերթական առարկայի մեջ մտնող դրվագներից մեկն է, որի ապացուցման բեռը գրում է հայտարարություն տարածած անձը։ Պարոն Դրմյան, անցած տարի մինչև ձեր պաշտոնանկությունը հեծի վերաբերյալ արբիտրաժային դատարանի միջանկյալ որոշումը, որ եղել է, դուք որպես այդ ժամանակ պաշտոնյա, ինչ դիրքորոշում եք հայտնել։ Խոսքը կհիշեք այն գրության մասին էր, որը տարածվեց։ Մեկ պետական մարմինը դիմել էր մեկ այլ պետական մարմնի պարզաբանում պահանջելով։ Կոնկրետ հարցադրումները հիմա չեմ հիշի դրվագային, բայց այդ գրությանը, այո, այդ թվում նաև որոշումը կատարման ենթակա է, կատարման ենթակա չէ եւ այլն։ Եվ գրասենյակը, քանի որ ապահովում էր Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումը արբիտրաժային վարույթում, իր լիազորություններից ելնելով պատասխան է տվել, ներկայացնելով, թե իրավական կարգավորումը ինչպիսին է, այսինքն եթե կատարման պիտի ենթակա լինի վճիռը, ինչ քայլեր պետք է արվեն, եթե կառավարությունը չի ցանկանում կատարել, դրա ռիսկերը որոնք են։ Ընդհանրապես սրա մասին է խոսքը։ Թե հետագայում այօրինակ ես էլ կցանկանայի տեղեկանալ, թե այդ ինչպես է ստացվում, որ երկու պետական մարմինների միջև եղած գրությունը հետո հայտնվում է լրատվական դաշտում, հետո ինչ որ ուրեմն այդ արտահոսքի միջոցով հայտնվում է լրատվական դաշտում, դրա մասին սկսում է, ինքն ինձ էլ է շատ հետաքրքիր։ Պետք է կատարվի արբիտրաժային դատարանի միջանկյալ որոշումը, թե ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, երբ որ ստանձնում է պարտականություններ միջազգային պայմանագրով, կլինի դա երկկողմ թե բազմակողմ, այդ պարտականություններին համահունչ ինքը պետք է գործի։ Բայց չկատարվեց իրականում որոշումը։ Դե գիտեք, աշխարհում շատ կան դեպքեր, երբ որ պետությանը պարտավորեցնում են վճիռ կատարել, այդ պետությունը բոլոր ռիսկերը հաշվի առնելով չի կատարում այդ վճիռը։ Հիմա
չկատարեց, հետևանքները պետք է տեսնենք ինչ է լինելու։ Իսկ դուք դրանից հետո երբ ազատվեցիք աշխատանքից, ինչու որոշեցիք դիրքավորվել որպես ընդդիմադիր, որտեղ 5 տարի ամեն դեպքում կառավարության ներսում եք աշխատել։ Եթե ուզում եք, էլի։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ այս պայմաններում անձը, անհատը, քաղաքացին ունի ազատ կամքի արտահայտման, այդ թվում իր քաղաքական դիրքորոշումը արտահայտելու իրավունք։ Ինչու այս պայմաններում Եվ որովհետև ես պետական ծառայող լինելով չէի կարող լինել, ասենք, ընդդիմադիր ինչ-որ քաղաքական գործունեությամբ զբաղվել, սա ուղղակի սահմանափակում է։ Եվ երբ որ ես ազատվեցի աշխատանքից վարչապետի հրամանով, ոչ թե սեփական դիմումի համաձայն, այդ ժամանակ սկսեցի զբաղվել նախ իմ մասնագիտական գործունեությամբ, փաստաբանական իրավախորհրդատվական գործունեություն եւ նաեւ գաղափարակից ընկերներ ինձ առաջարկեցին միավորվել ավելի գաղափարական պայքար տանելու, որովհետեւ ես հաշտ չեմ եւ հաշտ չէի Հայաստանում տիրող վիճակի հետ։ Ինչու եթե հաշտ չէիք այդ ժամանակ դուք ինքնական հրաժարական չունեիք։ Որովհետև այդ ժամանակ իմ զբաղեցրած պաշտոնը Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական ացիաներում վարած քաղաքականության կոնտեքստում մաքսիմալ հնարավորություն էր տալիս ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ ես դա արել եմ պատվով։ Ամենայն պատվով հնարավորություն չէր տալիս։ Հիմա որպես ազատ քաղաքացի արդեն քաղաքական կոնտեքստում իմ խոսքն եմ ասում իմ ընկերների հետ միասին, իմ գաղափարակից ընկերների հետ միասին։ Տեխնիկական հատկացանից էր պատասխան կստանաք վարույթ ընդունելու մակագրվելու մասին։ Կարծում եմ օրերի ընթացքում ենթադրում։ Պարոն Դմյան, իսկ աշխատելու ընթացքում հայցերը, որոնք ներկայացվում էին միջազգային կառույցներին անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցին։ Կա եղել են օրինակ հայցեր, որոնց վերաբերյալ նշվել է, որ պետք չէ ներկայացնել։ Միջպետական բոլոր հայցերը ըստ օրենքի ներկայացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն։ Չէ, ուզում եմ հասկանալ անձամբ հաստատել եք կամ անձամբ Ես այդ հայցերի ներկայացման ժամանակ չեմ եղել այդ անձը, եղել է ներկայացուցիչ, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ եւ ներկայացուցիչն էր, որ զբաղվում էր այդ հարցերով։ Անձամբ այսինքն իր հետ Ես այդ ժամանակ շփում անձամբ որևէ քննարկում, որևէ շփում չեմ ունեցել, ոչ։ Բանդրյան ստացվում է ձեր մեղադրում են ձեր լիազորությունների սահմաններին գործելու համար, նկատի ունեմ տեղեկացրել եք արբիտրաժի որոշումը անելու եւ չկատարելու դեպքում ինչ հետևանքներ։ Այո, ըստ էության միգուցե քիմքին հաջող չեն եղել այդ մարդկանց իմ դիրքորոշումը, բայց ես այլ բան չէի կարող անել, քան գործել օրենքի շրջանակում։ Եվ թե դա ում դուր կգա, ում դուր չի գա, այդ արդեն ինչ եք տեղեկացրել։ Պետական մեկ մարմին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը վարույթ էր իրականացնում, տեղեկատվություն էր պահանջել, այդ խոսքը այն գրության մասին է, որը լրատվական կայքերում նաև հասանելի է։ Դրա մասին ընդհանրապես այդ իրավական դիրքորոշման մասին։ Դուք ինչ եք պատասխանել, որ արբիտրաժային դատարանը նման որոշում է կայացրել։ Ինչ որոշում է կայացրել, ինչպիսի պահանջներ են ներկայացել այդ որոշման, որն է կատարման ենթակա տվյալ պահին, որով Հայաստանի Հանրապետությունը որևէ անելիք չունի, այս ամբողջը ներկայացված էր այդ գրությամբ, որ կանոնների համաձայն Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի։ Վարչապետը նաև կասկածներ հայտնել ձեր ունեցվածքի վերաբերյալ 5 տարվա ընթացքում ինչ որ բան պետական ծառայող որպես ինչ որ դույթ ձեռք բերել եք։ Ուրեմն ես քիչ առաջ նշեցի, որ ձեռքս մաքուր խիղճս հանգիստ, դա վերահաստատում եմ, ես պետական պաշտոնատար որպես անձ եղել եմ հայտարարագիր ներկայացնող սուբյեկտ, ներկայացվել է հայտարարագիր պատշաճ, օրենքին համապատասխան իմ ամբողջ ունեցվածքը տեսանելի է եղել ոչ միայն հանրությանը, այլ նաև պետական բոլոր մանրին։ Բերել եք այդ ընթացքում։ Ոչ։ Պարոն Դմյան, մտավախություն կա, քանի որ ձեր հայրը, նաև քույրը դատավոր են, հնարավոր է նրանց նկատմամբ որևէ պրոցեսներ։ Եթե գնում ենք այն կանխավարկածով, որ մենք գնում ենք ամենաթողության, այսինքն ամեն ինչ կարելի է իշխող վարչախմբին հետ կանխավարկածով, ես ոչինչ չեմ բացառում իմ հարազատների հետ կապված, իմ ընկերների, բարեկամների, մտերիմների ցանկացած որևէ անձի, ով իմ հետ շփում է ունեցել, դրա հետ կապված իհարկե ոչինչ չեմ բացառում։ Մի բան էլի, երեք միասնության թևերը նաև հայտարարեց, որ ըստ էության բովանդակային, որ վարչապետը ցույցում է տալիս իրավապահներին, բայց Փաշինյանը նշում էր, որ ինքը որպես, չգիտեմ, քաղաքացի հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին։ Չի կարող որպես քաղաքացի նաև վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաները հաղորդում ներկայացնեն եւ այդ մասին հայտարարեն։ Հիմա տեսեք, կարող է, եթե կարճ, բայց կոնտեքստը նայենք ընդհանուր երկրում տիրող։ Միասնության թևեր կուսակցությունը սահմանադրական դատարանում կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ, ընտրական իրավախախտումների վերաբերյալ փաստեր էր ներկայացրել։ Օրինակ, բարեգործության արգելքի խախտում, հենց քաղաքացիական պայմանագրի կողմից։
բանը հակակոռուպցիոն կոմիտեն էլ այդտեղ նստած նիստերի դալիճում։ Ինչ ընթացք տրվեց։ Ինչ զարգացում տեղի ունեցավ, ոչինչ։ Եվ այս կոնտեքստում այո, վարչապետի հայտարարությունը դիտարկվում է որպես ուղղորդություն, որտեղ երբ որ հավասար պայմաններում 5 սուբյեկտ կամ 10 կամ 20 հայտարարությունն անում, կոնկրետ փաստ են ներկայացնում, բայց վարույթներ ուսումնասիրություններ չեն իրականացում, իսկ օրինակ Բարձրաստիճան պաշտոնատար անձի մեկ հայտարարության հիման վրա անմիջապես process է սկսվում, այստեղ այո, հենց խոսքը նրա մասին է, որ կա ցուցում իշխող վարչակազմի կողմից։